Ողջույն բոլորին, բարի գալուս նոր վլոգ։ Ես գնում եմ երեխաներին մանկապարտեզից բերեմ 1 ժամ շուտ, եթե կհիշեք վլոգներից մեկում ասել է, որ մեր մոտ լինելու է տոնավաճառ։ Ինչ որ մենք տանը պատրաստել ենք, գնալ ենք ու դրան կգնենք։ Ճիշտ բոլոր երեխաներն էլ արել են, ամեն երեխա 5 ձեռքի աշխատանք ունի այնտեղ ներկայացված։ Խոսքով վաճառն ես հիմա ցույց տամ, թե ինչպես է ամեն ինչ այնտեղ տեղի ունենում, լինելով մեր մանկապարտեզի բակում։ Արդեն երգ են միացրել մանկապարտեզի հետ։ Բանը երկում էլ էին ձմռանը։ Բեսիդկա, հետևն է։ Այն է յարմարկը։ Այ հեսա յարմարկը, այստեղ ուսուցիչները վաճառում են մեր պատրաստածները։ Դժվար։ Երևի։ Добрый день. Добрый день. Mami. Ճիշտ դու ինչ ես արել։ Այստեղ սարքում են պոմլասկաներ, այս ճիպոտներից է, իրենք երկուշաբթի օրը, Զատիկին հաջորդող երկուշաբթի օրը կանանց տուտուզին ճիպոտով խփում են։ Protože mašličku kod, nejprve plníme plnou třídu pro nejstarší. Եկել են կանգնել են, որ այստեղ են իր գործ ավարտի, մեր պատվերը դնի տուփի մեջ, մեզ գա կոդը, որ կարողանանք վերցնենք։ Բալի չեք, օդերնավկա, ինչ-որ մեկի պատվերն է, Լևոն։ Տեմուից պատվերս եկել է, հիմա գնում ենք տուն ու միասին բացենք, տեսնենք, թե ինչ եմ պատվիրել ու լավնա թե չէ։ 10 րոպեից իմ հաճախորդը գալիս է, ես ոտի վրա ձեզ ցույց կտամ ինչ է եկել Տեմուից։ Իսկ դուք մեկնաբանություններում գրեք օգտվում եք Տեմու կայքից, թե Շեյնից, կամ օգտվում եք թե չէ, ընդհանրապես չինական կայքերից։ Այս տաբատի սև ունեի, ինձ շատ էր դուր եկել, պատվիրեցի նաև այս գույնը։ Կրեմովի է սպիտակ գծերով։ Ես ձեզ անպայման վերջում ցույց կտամ, թե ոնց է ինքնին վրա նստում։ Ես շատ եմ հավանել, լավն է, մանրամասները, ստթելեր կա դուք եկած, բայց դա ոչինչ, կարևորը ամառվա համար է, որ հով լինի ու տաբատով լինեմ, կարևորը, ես սիրում եմ մռանը տաբատ կրել։ Հիմնականում ջինսեր եմ կրում, բայց այդքան էլ արմար չի ստեղի շոքին։ Հաջորդը սա է, այս շապիկն, կարճ թևերով է, լրի։ Ես իմ վրա զարմանում եմ։ Այս զգեստի սևը ունեի, ցանկացա նաև այս գույնը ունենալ, խնդրեմ, բայց ես կտվա, որ մեծ է, այո, մեծ է, որտեղ ես ճաղ եմ, սա ես ցույց կտամ ինչ ձև է, որակը անտիր է, ես չես ասի, որ չինական է, շատ լավ որակ ուներ, դրա համար եմ պատվիրել երկորդը, ու ավելին սա կրեմովին եմ պատվիրել իրա, մի հատ շապիկ կա այստեղ, այսը, Սան որ լավը կլինի։ Ինչ։ Չի որ բոմբա։ Չէ, բայց լավն է։ Հովա։ Լավն է, ինձ դուր եկավ, պետք է հագնել ու տեսնել ոնց կլինի հայտնի։ Հագուստից վերջացրեցինք, անցնում ենք տան հողաթափերին։ Հնարավոր է և դրսի չէ, տան հողաթափ, բույս ինչ բորոք ողն են։ Տակը, այս գիծը որ կա, ինքան բարակ է, որ ոտքս և նախշոտ շուտել կնստի։ Ակ
ակնոցներ, ես ասել էի, չէ՞ որ պետք է ակնոցները գնամ խանութից առնեմ։ Հեսա գնացին խանութից ակնոց առնեմ։ Էլի չի սազում։ Կամ էլ սազում է չգիտեմ։ Գնայինք ընթացքում։ Ասանենք ենք, ես միլիոն անգամ ասել։ Դու ինքդ էլ ես համոզել, որ դու պետք է գնաս խանութ, ակնոց դնես աչքիդ, տեսնես սազում է դեմքիդ, թե չէ։ Եվ պատվիրել եմ գելեր, գույներ, աշխատանքի համար, այս երկուսը նեոն են, այս մյուսներն էլ կաթնագույն և վարդապետքայլերով։ Եկեք հիմա ցստեմ, թե իմ հատ իրենք ոնց են նստում շորերը։ Եվս մեկ անգամ համոզվեցի, որ այս գեստը իդեալական է, որակը, ընտիր է և շատ գեղեցիկ է նայվում, արժանի ձեռք բերել։ Իսկ այս շապիկը ինձ թվում է սա նույնպես ձեռք բերում է, հատկապես այդքան մատչելի գնով, որակը շատ լավն է, ձգվող է։ Իսկ տաբատի մասին չեմ խոսում, այն իդեալական է, ես գեր եմ, ես դրա հետ համակերպվել եմ, բայց այն շատ հով կլինի, հատկապես ամռանը, իսկ պլյուսներից մեկ այն է, որ ուներ գրպաններ, ես դա շատ եմ սիրում, հեռախոսի համար պետք կգա, ինչու ոչ։ Իսկ այս սև բլուզը, որը չեմ հիշում, թե ոնց եմ պատվիրել, բայց հաստատ ես եմ պատվիրել, էլի վատը չէր։ Եկեք ձեզ ցույց տամ, թե ես ինչպես եմ կտրում իմ մազերը, դրանք լավ երկարել էին, բայց քանի որ ես իմ մազերը գունավորացել էի, իրենք լավ վնասվել էին։ Իսկ ես նախընտրում եմ ունենալ կարճ, բայց առողջ մազեր։ Այդ իսկ պատճառով ձեզ ցույց տամ, թե ինչպես եմ դրանք կտրում։ Ես որոշել եմ շերտեր անել, որովհետև դա շատ եմ սիրում, եւ երբ որ անում խառով են, շատ գեղեցիկ եւ ակտուալ են նայվում։ Ես իմ մազերը բաժանում եմ 3 մասի։ Ցանկալի է, որպեսզի ես իմ գլուխը լվանային օր գայի, բայց չգիտես ինչու որոշեցի ուղղակի թռչել։ Մազերս կբաժանեմ 3 հավասար մազերի, լավ սանրում եմ, որպեսզի հանկարծ անհարթություններ չլինեն, մի փունջը լինի երկար, մյուս փունջը լինի կարճ, այտենց շատ գեշանայվելու, ու քանի որ ես պրոֆեսիոնալ վարսահարդար չեմ, ես կտրել ընդհանրապես չգիտեմ, հետո չեմ կարող սխալ ուղղեմ։ Ես կիսում եմ այսպես 3 մասի, լավ թրջում եմ մազերս եւ այսպես տանում եմ մատերով, ստեղծում եմ անկյուն 45 աստիճանի կարգի եւ կտրում եմ մազերս այնքան ինչքան որ ինձ անհրաժեշտ է։ Այնուհետև փորձում եմ ծայրերը մի փոքր սրություն հաղորդել այս տեսքով։ Ինձ թվում է պարզ է թե ոնց եմ անում։ Եվ հաջորդիվ անցնում եմ իմ հաջորդ շարքին, դա երկրորդ շարքի մազերն է։ Սա համեմատաբար ավելի կարճ եմ կտրում։ Եվ անցնում եմ երրորդին, իդեպ շատ անհարմար է ինքս ինձ կտրել այդ վերջին շերտը ու նկարելը, բայց մի խոսքով ձեզ համար դա արեցի։ Եվ պատրաստ են իմ մազերը, հիմա պետք է գնանք հարդարենք, որ տեսնենք ինչպես ստացվեց։ Ես իդեպ հատակի վրա փռել էի թղթեր, որպեսզի մազերս ընկնեն ուղիղ թղթի վրա եւ ամբողջ տունը մազ չլիներ։ Անում եմ ինչ, որպեսզի հանկարծ ինտերությունները չերևա, անում եմ խառոֆեն բիգուդիներով, դա իմ ամենասիրելի տարբերակն է մազերը հարդարելու։ Եթե ուզում եք, որպեսզի ձեր մազերը լինեն ավելի ծավալուն, փորձեք օգտագործել բիգուդիներ եւ ահա արդյունքը տեսեք ինչ սիրուն է նայվում, ինչ շքեղ է նայվում։ Սանրվածքի առավելությունն այն է, որ 3-ից 4 օր մնում է անփոփոխ։ Լևոնենցը մանկապարտեզում ու Սուրենենցը տվել են տետրակ եւ փափուկ խաղալիքներ։ Իրենց մանկապարտեզի խմբերը կոչվում են կենդանիների անուններով։ Սուրենը փոքր խումբն է, Իրենը լուսատիտիկն է, Լևոնը բարձր խումբն է, ավակ ինքը բույա։ Ու նույն խաղալիքներն են տվել, որոնց հետ պետք է իրենք ինչ-որ հետաքրքիր օր ունենան եւ այդ օրով կիսվեն այդ տետրի մեջ։ Մենք քանի որ երևի 10 օրից ավել տանն ենք եղել, ոչ մի հետաքրքիր բան չենք մտածել ու ավելին մենք մոռացել ենք դրա մասին։ Եվ մենք որ եկել ենք Լևոնի մազերը կտրելու, այդ խաղալիքները հետ ենք բերել, իբր մեր բուն եկել է Լևոնի հետ մաս կտրելու եւ իբր մեր լուսատիտիկը եկել է Սուրենի հետ ուղղակի զբոսնելու եւ ձուկ տեսնելու։ Իմպրովիզացիա պետք է անենք, գնանք այդ ամեն ինչը պատմենք, տետքի մեջ գրենք եւ տանենք մանկապարտեզ, հետո իրենք կարդում են դաստիարակը, կարդում է բոլոր երեխաների մոտ, թե ինչ որ ունեցել լուսատիտիկը Սուրենի հետ կամ բուն Լևոնի հետ։ Եկանք խաղացինք, հիմա գնում եմ այդ նկարներս, հորինված նկարներս տպեմ ու գանք երեխեք հետ նորից այստեղ խաղալու, որտեղ եղանակը շատ լավ է, շատ պայծառ օր է, ճիշտ է մի քիչ քամի է, բայց դա չի խանգարում, 17 աստիճան է վերջապես։ Հերթի մեջ ենք սպասում ենք, որ սարքից նկար հանենք, որ փակցնենք տետրի մեջ։ Մինչ ես նկար եմ հանում,
Ահա, խաղում է իր համար։ Սպասում ենք նկարին։ Կանոտ։ Սպասես այչ նմա։ Մի վախեցի։ Վերցրա դե։ Սիրուն։ Հիմա դնում ենք ծրարի մեջ։ Լեո ջան, հենց մի հատ մանզարը ցույց տուր։ Շատ լավ է։ Ahoj. Մի անգամ անցյալ տարի մարտի 8-ին ես որոշում եմ, որ մեր մանկապարտեզ պետքա տանեմ մեր ուսուցիչների համար, այլ ճիշտ երեխաների ժամանակ Լևոնի դաստիարակի եւ դայակների համար պետք է տանեմ որպես նվեր ելակ շոկոլադի մեջ։ Մենք Լևոնի հետ սարքում ենք այդ ելակը շոկոլադի մեջ, ձևավորում ենք ու տանում ենք ուսուցիչներին նվեր։ Իրենք շատ են հավանում ու 2 օր հետո երբ որ գնում եմ Լևոնին վերցնելու ոչ թե 2 օր մնացել են տեղ, այլ ուղղակի 2 օր հետո մանկապարտեզ եմ գնում, վերցնում Լևոնի տուն բերեմ, այդ դասատուն ինձ տեսնում է դաստիարակը ու ասում է, որ շատ է հավանե, եթե մենք սարքում ենք վաճառքի համար, հարց է տալիս, ասում հա, որ չենք սարքում, բայց հա, ախի չէ որ Վա ինքն էլ ուզում է պատվիրի 40 հատ, եթե հնարավոր է ուրբաթ օրը ես վերցնում եմ պատվերը եւ պետք է պատրաստեմ ելակը շոկոլադի մեջ 40 հատ։ Սարքում եմ ուրբաթ առավոտ շուտ եւ տանում հասցնում եմ 12-ին դաստիարակին։ Իրենք պատվիրում են, գոհ են մնում ու մյուս դայակներն էլ են պատվիրում ելակ։ Ես էլ եմ իրանց համար էլի սարքում եմ ու տունը մի քանի հատ մնում է։ Եվ ես քանի որ մատնահարդար եմ աշխատում տանը ու հաճախորդները գալիս են իրենց սուրճի հետ ավելացած ելակները շոկոլադով հյուրասիրում եմ, իրենք էլ են հավանում ու ասում են որ սա պատրաստել եմ գինես, քանը եթե ուզում եք պատվիրել կարող եք պատվիրել։ Հաճախորդներիցս մեկը պատվիրում է 5 հատ փորձելու համար։ 5 հատ ու պատկերացրեք չեխերի համար դի շատ է։ Հետո մյուս հաճախորդս պատվիրեց 15 հատ, որպեսզի ինքն էլ տանի դպրոց։ Ու այդպես մեկը սկսեցի տանը պատրաստել նաև ելակը շոկոլադի մեջ։ Հիմնականում պատվիրում են ելակը շոկոլադի մեջ հենց սեզոնին, դա սկսած ապրիլից մինչև Քարապայթի դրաքի սեպտեմբեր։ Սիրում են իրենք սեզոնին ուտել սեզոնային մրգեր։ Հիմա ես սկսել եմ, արդեն պատվեր ունեմ, պետք է պատրաստեմ, ես որոշեցի ձեզ նաև ձեզ էլ ցույց տալ, թե ինչպես եմ դանում, ինչպես ինձ թվում է, որ դուք ինքներդ էլ գիտեք, բայց եթե որոշեք տանը պատրաստել, շատ հարմար է։ Ես մեկ երեխաների հետ եմ անում, որ ավելորդ մնում է տակո շոկոլադ եւ ելակներ են մնում, որոնք շատ մեծ են հնարավոր չի օգտագործել։ Ես դրանք տալիս եմ երեխեք թաթախում են ու ձևավորում են ու ուտում են։ Շատ հարմար բան է, շատ հավեսին է։ Շոկոլադը նախընտրում եմ հատուկ խոհարարականը։ Ինչը որ օգտագործում են խմորեղեններ պատրաստելիս, ես վերցնում եմ 100 գրամ կաթնային շոկոլադ եւ 100 գրամ սպիտակ շոկոլադ։ Մոտավորապես 15 ելակի համար է սա նախատեսված, ինչպես նաև զարդարելու։ Ես շոկոլադը լավ մանրացնում եմ, այսինքն 60 գրամը մանրացնում եմ եւ տեղափոխում եմ հալչելու միկրոալիքային վառարանի մեջ։ Խառնում եմ լավ, որպեսզի ամբողջությամբ հալվի, երկար չեմ պահում միկրոալիքային վառարանի մեջ, որպեսզի շատ չտաքանա։ Այնուհետև խառնում եմ այսպես, երբ որ միասեռ զանգված է ստացվում, ավելացնում շատ մանր կտրատված շոկոլադի մյուս մաս, այսինքն 40 գրամը եւ անընդհատ խառնում եմ։ Պետք չի որ շոկոլադը շատ տաք լինի եւ պետք չի որ շոկոլադը շատ սառը լինի։ Հիմնականում օգտագործում են ջերմաչափ, բայց ես չեմ օգտագործում, որովհետեւ աչքաչափի արդյունք ինչքան շատ է կամ սովորում եք։ Ես յուղաթուղթ եմ այստեղ փռել եւ անցնում ելակներին։ Ելակները լվացված են, լավ չորացված եւ սառնանում են եղել կես ժամ։ Ելակի պոչին հագցնում եմ ատամի չոպիկ եւ թաթախում եմ շոկոլադի մեջ։ Ատամի չոպը տխտխկացնում եմ բաժակի եզրին, որպեսզի ավելորդ շոկոլադը դուրս գա։ Այնուհետև, եթե ես ցանկանում եմ զարդարել իմ ելակը, պետք է անեմ անմիջապես ծորալուց հետո, որտեվ երբ որ չորանա, պարզապես չի կպնի։ Այս փուլում կարելի է նաև օգտագործել չորացրած մրգեր։ Այնուհետև նույնը անում եմ սպիտակ շոկոլադի հետ։ Ես գիտեմ, որ շատերը սպիտակ շոկոլադի վրա ավելացնում են ձեթ, բայց ես դա չեմ անում, քանի որ կարիքը չկա։ Կոնկրետ շոկոլադը շատ լավն է։ Կրկին պտտում եմ ելակը շոկոլադի մեջ, թողնում եմ, որպեսզի ավելորդ հատվածը ծորա։ Վերցնում եմ այսպիսի խոհարարական տոպրակներ եւ իրենց մեջ ավելացնում եմ մնացած մասը շոկոլադի։ Սա ձևավորելու համար է։ Այնուհետև կապում եմ եւ սկսում եմ զարդարելը։ Ես նկարչությունից հեռու մարդ եմ, այսինքն վճռում անում եմ ինչ որ ստացվում է կծիկներ։ Սա շատ հետաքրքիր է նայում, կարելի է վրան մի քանի հետաքրքիր բան ավելացնել։
Չորացրած մրգեր, շոկոլադ կամ ինչ-որ քաղցրավենիք, ինչ որ ուզում եք ավելացնեք, շատ հետաքրքիր են նայվում ու մի խոսքով անում եմ ինչ որ ձեռքիցս գալիս է։ Կարելի է իմպրովիզացիաներ անել, եթե սիրում եք նկարել, հաստատ ձեզ մոտ կստացվի։ Այսպեսի մի բան եմ անում։ Մարդկային երևակայությունը անսպառ է, կարելի է զարդարել և ձևավորել այնպես, ինչպես ցանկանում եք։ Հիմա փառք Աստծո այն ժամանակներն են, երբ որ ամեն ինչ հասանելի է և ամեն ինչ մենք կարող ենք ստեղծել ինքներս։ Սպիտակ շոկոլադը կարելի է ձևավորել նաև սպիտակ շոկոլադով կաթնային-լկաթնայինով, տարբերություն չկա, կարևորը որ գեղեցիկ ստացվի։ Ես վերջում տեղափոխում եմ ելակները հա այսպիսի թղթերի մեջ։ Ընդ որ ասում եմ ումից եմ պակաս, որ 2 հատ ելակել սենց այնքան որ են աստատկներով իմ համար եմ սարքել։ Ու սուրճետ հիմա վայել եմ։ Առավոտ շատ շուտ երեխեք իմ խոտան դասի վերել մենք գնում ենք հաճախորդ ունենք գնում ենք դիմահարդարման։ Ինչքան գեղեցիկ կակաչներ են այս տարի ցանել, շատ սիրուն են, սուր ծայրերով։ Գեղեցիկ է, նույնի դեղինը կա։ Եվ իմ ամբողջ քաղաքն է կակաչներով և նարգիզներով։ Մեր ամբողջ քաղաքում հիմա 2 ծաղիկներն են ու բոլոր տեղերում։ Սեզոնը որ անցնի, արդեն ուրիշ ծաղիկներ կլինեն, էլի բոլոր տեղերում ամենտեղ պիքը միանման լինի։ Խմենք մեր հանապազորյա սուրճը և սպասում ենք արդեն մեր հաճախորդներին։ Դե ինչ շնորհակալ եմ, որ ինձ հետ էիք այս ամբողջ վլոգի ընթացքում, հուսով եմ ձեզ համար հետաքրքիր էր այն։ Շնորհակալ եմ նաև ձեր մեկնաբանությունների համար և շնորհակալ եմ, որ հետևում եք այս ալիքին, ինչի շնորհիվ իմ ալիքը զարգանում է, դա շատ կարևոր է։